Դերասանուհի և երգչուհի Մերի Քոչարյանը իր սոցիալական էջերում շատ ակտիվ գործունեություն է ծավալում։ Մերին նոր տեսանյութեր է հրապարակել, որով պատմել է իր օրվա մասին։ Նախ նա նոր լուսանկարներ է հրապարակել ցույց տալով, թե ինչ հանդերձանք է կրում այսօր։ Մերիի համար օրը կարևոր է։ Նա մասնակցում է իր սիրելի ու հարազատ մարդու նախահարսանեկան խնջույքին։ Նա նոր լուսանկար է հրապարակել, ինչպես նաև տեսանյութերի միջոցով ցույց է տվել, թե ինչպես է անցկացնում օրը։ Առաջարկում ենք դիտել լուսանկարն ու տեսանյութերը առանց մեկնաբանության։ Հումորիստ Գարիկ Պապոյանն ու կինը բլոգեր Մարիաննա Վարդանյանը այսօր մեկնել են հանգստի։ Զույգը նոր լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել սոցիալական հարթակներում ու ցույց է տվել, թե ինչպես են անցկացնում համատեղ ընտանեկան հանգիստը։ Ինչպես երևում է, զույգը առանց 3 աղջիկների է մեկնել հանգստի, և վերջին շրջանում նկատելի է, որ և Մարիաննան, և Գարիկ Պապոյանն այլևս չեն խուսափում համատեղ հրապարակումներ անելուց, ինչը չէր ասի ամուսնական կյանքի առաջին տարիների մասին։ Ներկայացնում ենք զույգի հրապարակումները առանց մեկնաբանության։ Շաբաթներ շարունակ Հայաստանում գտնվելուց հետո դերասանուհի Անի Երանյանը կրկին Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, որտեղից էլ շարունակում է ակտիվորեն հրապարակումներ անել։ Վերջինը ֆոտոշարք է՝ նուրբ, էլեգանտ ու կանացի ոճում, իսկ Star News-ը իհարկե ներկայացնում է լուսանկարները։ Երգչուհի Սոնա Ռուբենյանը և նրա դուստրը փոքրիկ Մարին դարձել են ինստագրամյան հարթակի ամենասիրելի կերպարները։ Մարիի մասնակցությամբ ցանկացած տեսանյութ ակտիվորեն տարածվում է համացանցում և միանգամից հավաքում բազմաթիվ դիտողականություն և իհարկե շատ լայքեր ու մեկնաբանություններ։ Փոքրիկ Մարին սիրելի է բոլորի համար։ Թերևս հենց այս հանրային սերն է Մարիի նկատմամբ պատճառը, որ Սոնա Ռուբենյանը շատ հաճախ սոցիալական հարթակներում կիսվում է դստեր մասնակցությամբ տեսանյութերով։ Վերջին շրջանում Սոնան հաճախ է պատմում այն մասին, որ Մարիի մոտ նկատվում են երաժշտական լավ տաղանդներ, և հենց այդ մասին էլ տեսանյութերն են։ Առաջարկում ենք դիտել դրանք։ Հիմա գիտես ինչ ենք անում։ Ես ծափ եմ տալիս, դու կրկնում ես։ Չեմ արել դեռ։ Հիմա սենց։ Հիմա Մարիի հետ խաղում ենք գուշակիր մեղեդին։ Մարին նանանայով երգում է, ես գուշակում եմ։ Գնաց։ Ղափաման։ Էլի։ Հիմա ինչ։ Լուսինը։ Էլի։ Նա իմ մամա։ Լավ, հիմա ես եմ երգում, դու ես գուշակում։ Արևի սրտումը։ Ապրես։ Հիմա մի հատ էլ։ Մայրիկը։ Ապրես։ Ձևի մեջ։ Ես տխուրեմ յարս ձևի մեջ։ 21-րդ դարի Նինո։ Տեսակ, ես տխուրեմ յարս ձևի մեջ է։ Ռեալիստական Նինո։ Այդքան բան։ He's jumping on the bed. How much rest? A little monkey's jumping on the bed.
One fell out and bumped his head. Mama called the doctor and the doctor said, No more monkeys jump on the bed. Պարուհի Սոնա Եսայանը նոր տեսանյութերով է կիսվել։ Պարուհին պատմում է իր աշխատանքային բարդությունների ու այն բաների մասին, որոնք նա վերջին շրջանում նկատում է, թե կոլեգաների և թե այն մարդկանց մոտ, ում հետ սկսել է աշխատել։ Առաջարկում ենք լսել պարուհու խոսքն առանց մեկնաբանության։ Վերջերս բախվեցի մի աշխատանքային խնդիր չասեմ, մի աշխատանքային իրավիճակի հետ, երբ դու մարդուն ուզում ես տաս այսքան բան, բայց ինքը ասում է, ես չեմ հասկանում այդ, որտեվ ես այսքանի եմ սովոր ու կապ չունի քո նպատակներն ինչքան վարի են։ Ու հասկացա, որ մարդը ինքն է թելադրում, թե դու իրան ոնց վերաբերվես ու պետք չի նեղանալ դիմացինից, եթե ինքը քո նպատակները, բարի նպատակները չի հասկանում։ Ու երբ որ ինքը ուզում է, որ դու իրան վերաբերվես, այսպես ասած, одноразовый, դու վերաբերվի իրան одноразовый։ Մի պահանջի ավել ստանդարտներ։ Սովորեցի ու առհասարակ եթե մարդիկ կոլեգիալ չեն աշխատանքում ու իրանց պատկերացրած, իրանց մասին պատկերացած պրոֆեսիոնալիզմով չեն համապատասխանում քո աշխատանքային պրոֆեսիոնալիզմի հետ, պետք չի բանավիճել ու առհասարակ պետք չի փորձել ինչ-որ բան փոխել։ Այսպես ուզեցի կիսվեմ, գնամ հաց։ Սարգիս և Մանո Գրիգորյանները հայկական շոու բիզնեսի ամենասիրառատ զույգերից են։ Սարգիսը շատ հաճախ է նշում, որ ինքը գովազդում է ընտանիք, և նրա ինստագրամյան բունտ կոնտենտը հենց ընտանիքի մասին է։ Բոլորովին վերջերս Սարգիսն ու Մանոն հանդես եկան նոր տեսանյութով, որի բովանդակությունը տղամարդ-կին հարաբերություններն են։ Ներկայացնում ենք այդ տեսանյութը ձեր ուշադրությանը։ Մանո, ո՞րն է կնոջ առաքինությունը։ Կնոջ առաքինությունը ոչ միայն տղամարդուն սեր տալն է, նրա մասին հոգ տանելն է, այլ խնամելը, այլ նաև առաջին հերթին կարողանալ արթնացնել տղամարդու մեջի իրական ուժը և փոխակերպել այն փոքրիկ տղային, որը յուրաքանչյուր տղամարդու մեջ ապրում է։ Կնոջ առաքինությունը ամենակարևորագույնը կարողանալ հավատալ իր տղամարդուն և ներշնչել, որ նա կարող է, այսինքն դնել նպատակ, տալ ուղղություն և հավատալ, որ դու կարող ես։ Ավելի կոնկրետ, կինը ես ուզում եմ, տղամարդը ես կարող եմ։ Շատ պարզ։